Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետեւում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ձեր անմիջական մասնակցությունը, ձեր խորհուրդները եւ ձեր առաջարկները օգնում են մեզ եւ մենք ել ավելի լավ ենք զգում, չէ՞ որ այս հաղորդումը միայն ու միայն ձեզ համար է, բարեկամներ։ Իմ ջերմ ողջույնները մեր սփյուռքահայ բարեկամներին, մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին, հարգելի հեռուստադիտողներ եւ հատկապես այն մարդիկ, ովքեր անձնական այդպես հանդիպում են ունենում ինձ հետ եւ այսպես ուրախ են մեր հաղորդումների համար, հատուկ այդ մարդկանց եւս մեկ անգամ շնորհակալություն, ձեր ողջավորությունն է բարեկամներ, ձեր այդ լավ տրամադրությունն է, որ մեզ ողջևորում է եւ կարծեմ, որ հաղորդումները դառնում են ել ավելի բովանդակալից, ել ավելի օգտակար։ Եվ այսպես բարեկամներ, այսօր պատրաստելու ենք դդմապուր, շատ պարզ, շատ հասկանալի ապուրներից է սա եւ նշեմ, որ Սյունիքին մարզին բնորոշ ուտեստ է եւ ունի շատ հետաքրքիր բաղադրամաս։ Օգտագործելու ենք դդում 15%-անոց կաթնասեր, օգտագործելու ենք քերված կոճապղպեղ, ձետ կամ յուղ եւ օգտագործելու ենք նաեւ մի քիչ աղացված հիլ։ Հարգելի հեռուստադիտողներ, սոխ բնականաբար սոխառած, հիմա մանր կկտրատենք սոխը, սկզբի համար կաթսան լավ տաքացնում ենք, ձեթը դաղում, եւ սոխը մանր կտրատում ենք։ Այս ուտեստը պատրաստում են նաև որպես թանձրապուր, խյուսապուր, բայց մենք ձեռնպահ կմնանք այդ վիճակից, ես խոստովանեմ, որ այնքան էլ կողմնակից չեմ այդ տեսակ ապուրներին, որովհետև ուտեստը պիտի այսպես մանրանա, պիտի մարսվի մարդու օրգանիզմում, այլ ոչ թե դրսում այսպես հարիչով հարենք եւ նոր ճաշակենք։ Դդումը կեղևից մաքրենք։ Եվ կտրատենք խորանարդների, այսպես, ինչպես տեսնում եք, շատ բարձր ջերմաստիճանի տակ է տապակվում սոխը եւ հենց այդպես էլ պետք է։ Սոխառածին ավելացնենք կոճապղպեղը, շարունակենք տապակելը, կարելի է մի քիչ սոխառածի հետ աղ ավելացնել, հատուկ ուզում եմ ուշադրություն հրավիրել բարեկամներ ապուրների եւ մասնավորապես դդումով ապուրների, դդմապուրների վրա, նրանք շատ բազմազան են, տարատեսակ են դդմապուրները մեր ազգային խոհանոցում, համարյա բոլոր ազգագրագավառները, հատկապես բնականաբար այն գավառները, որտեղ որ դդումը շատ է աճում, օգտագործվում են եւ տարբեր կերպ բարեկամներ եւ շատ լավ է, որ օգտագործում են, որովհետև դդմապուրը շատ օգտակար է, վերին աստիճանի դյուրամարս, վերին աստիճանի օգտակար։ Համեցեք արդեն ոսկեգույն դարձավ սոխառածը, ավելացնում ենք մի քիչ ջուր, այնուհետև դդումը, բարեկամներ, ինչպես նշեցի, ապուրը պատկանում է թանձր ապուրների շարքին եւ ջուրը պիտի լցնենք այնքան, որ 1-2 սանտիմետր ծածկի դդումը։ Խառնում ենք եւ սպասում ենք, մեզանից կպահանջվի 12-ից 15 րոպե ժամանակ,
արդեն պատրաստ կլինի ուտեստը եւ մնացած համեմունքները կավելացնենք եւ այս ապուրը կներկայանա մեզ իր ամբողջ շուկով։ Սպասենք 15 րոպե։ Հարգելի հեռուստադիտողներ, 15 րոպեն անցավ, ահա, արդեն պատրաստ է, դդումը կիսա, այսպես ճզմված կիսա ամբողջական, ավելացնում ենք կարմիր, քաղցր, պղպեղ, ավելացնում ենք մի քիչ հիլ, պես, կանաչի, մարվանդակ կամ ինչպես ասում ենք նեխուր, շատ քիչ և կատնասեր, խառնելով հասցնում ենք եղմանաշտիճան, ու կարող ենք այսպես մի մասը այսպես հենց շերեփով ճզմել, և վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է, պատրաստենք կավից ապսեն և ևս մեկ անգամ հիշեցնենք պատրաստման եղանակը։ Պատրաստեցինք սոխառացի հետ տապակեցինք կոճապղպեղ, այնուհետև ջուր ավելացրինք և մաքրված քառակուսի կտրատված խորանարդիկներով ավելացրինք դդումը, ևս 10-15 րոպե սպասեցինք, եփվեց դդումը, այնուհետև ավելացրինք կարմիր քաղցր պղպեղ, մի քիչ հիլ և կաթնասեր։ Հիշեցնեմ, որ ապուրը պատկանում է թանձրապուրների շարքին, կարող ենք հարել, նոր ճաշակել, բայց ինչպես նշեցի, թող այս ամբողջը հարի մեր ստամոքսը և ոչ թե էլեկտրական հարիչը։ Ահա այս ուտեստն էր, որ մենք միասին պատրաստեցինք, բարեկամներ, դդմապուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Նախքան ավարտելը ես ուզում եմ, որ բոլորիս ցանկանանք, որ մեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ։ Հավատացեք, որ նրանք կօգնեն մեզ դառնալու էլ ավելի առողջ, էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Դդմապուր, դդում 200 գրամ, կատնասեր 150 միլիգրամ, կոճապղպեղ 10 գրամ, ձեթ 20 գրամ, սոխ 80 գրամ, աղ, հիլ, բարեխոշակ։